Մայրենի, 4-րդ դասարան, դաս 25։ Ձեռքերը, արշավիր դարբնի։ Մարդուն գեղեցիկ ձեռքեր են տրված, ցանելու համար, հնձելու համար, կալսելու համար, ուրիշի վերքեր կապելու համար, մայիսյան վարդեր փնջելու համար, մանուկ ու մերիք գրկելու համար, աղբյուր ու ճամփա բացելու համար, հարկ եղած դեպքում անկարգ թշնամուն խոցելու համար։ Մարդուն գեղեցիկ ձեռքեր են տրված սվինամարտում հաղթելու համար, իր ծանր բեռը ուսելու համար, ուրիշի ձեռքը բարեկամաբար սեղմելու համար, քնքուշ շոյանքով ուրիշի ցավը մեղմելու համար։ Ուղղագրական բառերն են աղբյուր, ճամփա, հաղթել։ Ասացներ. ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը երես, մի ձեռքը ծափ չի տա։ Իմաստախոսություն. մարդու կյանքի ամենամեծ երջանկությունը ուրիշներին օգտակար լինելու մեջ է։ Սիրելի գիտունիկ, մանուկ ու մերիք բառակապակցությունը զարմանալի թվաց ինձ, ինչ կարծիք ունես։ Ինչույիկ ջան, սա ժողովրդական ձև է։ Որոշ բառերի այը բարբառներում խոսակցական լեզվում փոխվում է ե-ի։ Օրինակ, սայլ, սել, այստեղից էլ սելվոր, գայլ, գել, գիտես կա գելխեղդ շուն։ Այդպես էլ մայր, մեր, որի փաղաքշական ձևն է մերիք։ Ժողովրդական երգերում, եթե ուշադիր լինես, կհանդիպես այդ բառին։ Կա սրա մեր ու մանուկ տարբերակը, այսինքն մայր ու մանուկ, բառերի գանձատուփ։ Գրիր գեղեցիկ, մանուկ և ճամփա բառերի հոմանիշները։ Գրիր ծանր, քնքուշ և թշնամի բառերի հականիշները։ Եկեք սկսենք հոմանիշներից։ Գեղեցիկ, աննման, մանուկ, երեխա, ճամփա, ճանապարհ։ Հիմա հականիշները՝ ծանր, թեթև, քնքուշ, բիրտ, թշնամի, բարեկամ։ Անարգ բառը նշանակում է ստոր, նվաստ։ Ուրիշ ինչպիսին է լինում թշնամին։ Թշնամի կարող է լինել նաև դաժան։ Բացատրիր մայիսյան և բարեկամաբար բառերի կազմությունը։ Մայիսյան բառը կազմված է մայիս արմատից և յան ածանցից։ Բարեկամաբար բառը կազմված է բարեկամ արմատից և աբար ածանցից։ Գտածդ վերջածանցներով ուրիշ բառեր կազմիր։ Յան, արևելյան, մոսկովյան, կիևյան, թշնամաբար, բարեկամաբար։ Սվինամարտ բառի վերջին բաղադրիչով բառեր կազմիր։ Սվինամարտ բառի վերջին բաղադրիչը մարտ արմատն է։ Կկազմենք ըմբշամարտ, սուսերամարտ, ճակատամարտ։ Հարցերի և առաջադրանքների արկղիկ։ Բանաստեղծության շատ բառեր շեշտ են կրում, փորձիր կրահել, թե ինչու։ Որովհետև ընդգծվում է հենց այդ բառը։ Ավելացրու, թե էլ ինչի համար են ձեռքերը։ Ձեռքերը բազմաթիվ գործերի համար են։ Ցանկացած գործ, որը կարող եք հիշել, կարող եք նշել այս վարժության ներքո։ Բանաստեղծությունը միայն ձեռքերի մասին է։ Ոչ, բանաստեղծությունը միայն ձեռքերի մասին չէ։ Բանաստեղծության մեջ կարևորվում է ինչպես աշխատանքը, այնպես էլ մարդու հանդեպ ունեցած հոգատարությունը, օրինակ ուրիշի վերքերը կապելը, մորը, երեխային գրկելը, սիրելը, քնքշությունը, բարեկամություն անելը, ցավը մեղմելը։ Ինչպես նաև կարևորվում է հաղթանակը, թշնամուն խոցելը, կարևորվում է լավ գործ կատարելը, օրինակ աղբյուր ու ճամփա բացելը, կալսելը, հնձելը։ Որն է բանաստեղծության հիմնական միտքը։ Բանաստեղծության հիմնական միտքը ձեռքերի օգնությամբ ինչ-որ լավ բան, լավ արարք անելն է, իր արած աշխատանքով ինչ-որ մեկին գոհացնելը, ուրախացնելն է։ Բանաստեղծությունից դուրս գրիր գործողություն ցույց տվող 5 բառ։ Ցանել, հնձել, կալսել, կապել, փնջել։ Պատմությունների և հեքիաթների զամբյուղ։ Ձեռքերը վերնագրով շարադրություն գրիր։
Բարի հերոս ունեցող մի հեքիաթ պատմիր։ Քույրիկ, գիտես մտքովս ինչ անցավ։ Ձեռքերի մատներն անուններ ունեն, անշուշտ, մատներն անուններ ունեն։ Օրինակ ասում ենք, հարսնացուն մատանին դնում է մատնեմատին, այսինքն մատանու մատին։ Լեզվաբանի դասը։ Բանաստեղծության մեջ գործողություն ցույց տվող բառեր գտիր։ Ինչպես կասես, եթե այդ գործողություններից մեկը դու կատարես, ընկերդ կամ բոլորը միասին։ Բայ, բայի դեմքը և թիվը։ Գործողություն ցույց տվող բառերը կոչվում են բայեր։ Օրինակ՝ գրել, հարգել, ծիծաղել, կարդալ, ժպտալ։ Նախադասության մեջ բայերը տարբեր փոփոխությունների են ենթարկվում և նշանակում են. խոսող, առաջին դեմք։ Ես հարգում եմ, մենք գրել ենք։ Խոսակից, երկրորդ դեմք։ Դու հարգում ես, դուք գրել եք։ Ոչ խոսող, ոչ խոսակից, այլ մի ուրիշը, երրորդ դեմք։ Նա հարգում է, նրանք գրել են։ Գործողությունը կարող է կատարել մեկը, գրեցի, հնձել ես, եռում է, կամ մեկից ավելի անձեր կամ առարկաներ, գրում ենք, կարդալու եք, կանչեցին։ Երբ գործողությունը կատարում է մեկը, ասում ենք եզակի թիվ, իսկ երբ գործողությունը կատարում են մի քանիսը, հոգնակի թիվ։ Դադարի պահ, ըստ գույների որոշիր մատների անունները։ Ցուցամատ, մատնեմատ, միջնամատ, բութ, ճկույտ։